Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ղազախստանը աջակցում է խաղաղության խաչմերուկին, ինչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբայևի հետ։ Թրիփը մնում է ԱՄՆ-ի օրակարգում, ինչ է հայտարարել ԱՄՆ պետդեպարտամենտը։ Փաշինյան-Պուտին նոր հանդիպում ընտրություններից հետո, ինչ է ակնարկում վարչապետը։ Ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը դեռ լռում է։ 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը մտահոգիչ է, ինչ են ասում բժիշկները։ Զատկական զինադադար ռուս-ուկրաինական ճակատում, ինչ են հայտարարել կողմերը։ Թուրքիան հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը կախված է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունից։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը նշել է, որ եթե Բաքուն եւ Երևանը հասնեն խաղաղության եւ երկարաժամկետ կարգավորման, ապա հնարավոր կլինի բացել սահմանները։ Նրա խոսքով Անկարայի եւ Բաքվի գործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև թուրքական աշխարհի համար։ Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման թրիփ նախաձեռնությանը։ Armenpress-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտից նշել են, որ ծրագիրը շարունակում է մնալ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների թեման քննարկվել է նաև Երևանում։ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը կարող է նոր ազդակ հաղորդել տարածաշրջանի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Վարչապետի խոսքով վերջին շրջանում ակտիվացած փոխայցելությունները եւս նպաստում են Հայաստան-Ղազախստան գործակցության զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը եւ Երմեք Կոշերբայևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության եւ զբոսաշրջության ոլորտերում գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի եւ Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Ղազախստանի արտգործնախարարն էլ իր հերթին կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ վերահաստատել Ղազախստանի աջակցությունը ինչպես թրիփ նախաձեռնությանը, այնպես էլ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծին։ Հայաստան-Ղազախստան գործակցության թեման քննարկվել է նաև արտգործնախարարների հանդիպման ընթացքում։ Արարատ Միրզոյանը նշել է, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համատեղ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը։ Համոզված եմ, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը եւ միջտարածաշրջանային գործակցության ամրապնդմանը։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոխանցման հարցի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, վստահեցնելով, որ Երևանը չի պատրաստվում որևէ քայլ անել Մոսկվայի թիկունքում։ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ, ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով եւ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաեւ իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ
այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն որ հետաքրքրված է, բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար։ Ճեպազրույցում վարչապետը խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպման մասին։ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը վերջինը չէր եւ մտադիր է ընտրություններից հետո հունիսի 2-րդ կեսին կրկին հանդիպել Վլադիմիր Պուտինին, հավանաբար ակնարկելով, որ այդ ժամանակ հենց ինքն է լինելու Հայաստանի վարչապետը։ Ինչ է փոխվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ինչ կլինի գազի գնի հետ եւ ինչպես է իշխանությունը պատկերացնում նոր սահմանադրության ընդունումը, ռեպորտաժում։ Հինգշաբթի կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը վերածվեց մի ամբողջական քաղաքական նորակարգի ամփոփման, Սփյուռքից եկող ներդրումներից մինչև Մոսկվայի հետ հարաբերություններ, գազի գին ու սահմանադրություն։ Նախ ներդրումների մասին վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ընդգծում է Փաշինյանը, բայց մի կարևոր բայց կա։ Եվ այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն, այսինքն ինչ որ գրասենյակներ կան, խմբեր կան, ովքեր ակումբներ կան, ովքեր տենց իրանց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ։ Ընդհանրապես ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրանք Սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրանք Սփյուռքը չեն։ Բայց միաժամանակ հստակ գիծ է քաշում Սփյուռքի որոշ շրջանակներ իր ձևակերպմամբ լուսանցքային են եւ էական ազդեցություն չունեն։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի կոշտ ու ավելի քիչ գործ է ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։ Ոչ ոք ամբողջ Սփյուռքի անունով չի խոսում, Սփյուռքը ուրեմն դարբեր շերտեր ունի, դարբեր շրջանակներ, դարբեր կառույցներ եւ դա հասկանալի է, բայց դաշնակցությունը շատ էական թերագադարություն է ունեցել Սփյուռքի գազագերբությունների համախմբման առումով։ Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, Մոսկվայից վերջերս վերադարձած երկրի ղեկավարը պատրաստվում է հունիսի 2-րդ կեսին կրկին հանդիպել Պուտինի հետ։ Նրա խոսքով ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ինքն այդ process-ը գնահատում է դրական։ Ավելին, շեշտում է, թե բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու եւ շարունակելու են այդ ճանապարհով։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ռուսական կողմի վերբալ հակազդեցությունը կարծեք թե ստիպել է իշխանություններին այս փուլում գոնե թե նախընտրական ժամանակահատվածում գնալու հռետորաբանության մեղմացման։ Իհարկե ասել, որ սա կվերածվի արտաքին քաղաքական գծի, ես չէի շտապի, ընդհակառակը կարծում եմ սա ոչ թե արտաքին քաղաքականության մասին է, այլ սա ներքին քաղաքականության մասին է եւ լիովին տեղավորվում է նախընտրական հռետորաբանության մեջ։ Լրագրողների ուշադրության կենտրոնում նաև ռուսական գազի գնի հնարավոր թանկացումներ։ Ինչ կանի Հայաստանը այդ դեպքում։ Փաշինյանը մեկ պատասխան ունի։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել։
Վերջերս հատկապես Հայաստանում շատ են խոսում տնտեսական փոխկապակցվածության եւ այլնի մասին, իբրև թե սա լուրջ քաղաքական լծակ է, որպեսզի չլինի երկրների միջև հակամարտություններ եւ այլն, սա լավագույն ապացույցն է, որ տնտեսական եւ էներգետիկ փոխկապակցվածությունը ոչ միայն տալիս է անվտանգության երաշխիքներ, այլ ընդհակառակը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Սա այդ ռիսկերից մեկն է, որ դոմինանտ պետությունը ունի լծակներ քո վրա ազդելու։ Սա իրական լծակ է եւ այդ լծակը այս կամ այն պարագայում բնականաբար կկիրառվի։ Խոսելով սահմանադրության ու ներքաղաքական հարցերի մասին, Փաշինյանն ասում է, որ սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է։ Նա բացառում է նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հնարավորություն։ Միաժամանակ անդրադարձել է նաև գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ իր հայտարարությանը, պնդելով, որ այնտեղ որևէ սպառնալիք չի եղել։ Կարծում եմ, որ որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ վերջում պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե չընտրվի վարչապետ, որտեղ է հայտնվելու բանտում, Փաշինյանը պատասխանել է, որ իր կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել է եւ իրեն ոչ մի բանով չեն զարմացնի։ Մայրաթոռը կոշտ հայտարարությամբ մեղադրել է իշխող ուժին հակաեկեղեցական քաղաքականության համար, շեշտելով, որ վերջին գործողություններն ու նախընտրական խոստումները մեկ անգամ ևս ցույց են տալիս իշխանության ամբողջ հակաեկեղեցական հայեցակարգը։ Կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրության անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ամբողջ էությունը և նպատակը։ Իսկ ներքաղաքական դաշտում նախընտրական գործընթացները ակտիվանում են։ Միասնության թևերը եւ հայաքվեն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել հունիսի 7-ի ընտրությանը միասին մասնակցելու համար, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը։ Երեք տեղի ունեցել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը։ Ներկայացվել է առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ հաստատվել կուսակցության նախընտրական ցուցակը։ Իսկ ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Մարտուն Գրիգորյանի եւ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունները բացառված են, այդպես էլ չբացահայտելով իր գլխավորած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի անունը։ Երբ որ գա ժամանակը անպայման կլսեք։ Շուտ ընտրությունից հետո։ Իսկ համագումարի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու չի լինելու եւ բացառել է գործակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ես այսօր ասում եմ, որպես Գագիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել են, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարող պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, դա էլ կլինի։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ,
Այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռ է մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում մեկ, որ աշխարհը մեզ հարգի։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն էլ ընդգծել է, որ իրենց թիմի առաջնահերթություններից մեկը երկրում երաշխավորված խաղաղության ապահովումն է։ Չարք Հայաստանին եւ պլատֆորմ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այո, միշտ էլ պայքարել ենք, որ լինենք մեծամասնություն։ Դա նորմալ է, դա հասկանալի է, եթե քաղաքական ուժը չի ձգտում դառնալ մեծամասնություն, ապա դժվար է անվանել այդ քաղաքական ուժին քաղաքական ուժ։ Համենայն դեպս համոզված եմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, այսինքն գործընթացները, երբ որ ձևավորվում են ըստ էության մեծ միավորներ, իրենք բացի օգուտից ոչ մի այլ ազդեցություն չեն ունենա։ Համենայն դեպս թույլ տվեք եւս մեկ անգամ հնչեցնել, որ մեզ համար ամենակարևորը դա երաշխավորված խաղաղության, այո, գիտեք, sense հատուկ եմ, երաշխավորված խաղաղություն, որովհետև կան մի զարմանս մարդիկ եւ ուժեր, ովքեր դեմ են այդ երաշխավորված խաղաղությանը, դե լավ, աստված իրանցը չեմ ուզում ուրիշների մասին խոսել։ Համենայն դեպս երաշխավորված խաղաղություն, սոցիալական արդարություն, հանրային համերաշխություն եւ ամենակարևորը ատելության մթնոլորտի վերացում։ Բացի նախընտրական գործընթացներից հանրության ուշադրության կենտրոնում է օրեր առաջ կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջությունը։ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ բժշկական հետազոտությունները ցույց են տվել փակ գանգուղեղային տրավմա եւ ուղեղի ցնցում։ Իսկ Դավիթի հարազատներն ու աջակիցները դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել պահանջելով փոխել տղայի խափանման միջոցը, սակայն նրանց հանդիպման պահանջը մնացել է անպատասխան։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց չի ընդունել։ Ակցիային ներկա էր նաև Անի Աբախյանը։ Այս պաստառը 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին աջակցելու եկածների հիմնական ուղերձն էր։ 18-ամյա դպրոցականն առողջական շատ խնդիրներ ունի եւ նրա կյանքը վտանգված է կալանքի պայմաններում, պնդում էին հավաքվածները։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաև առողջության։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով Դավիթի տարիքը եւ առողջական վիճակը։ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները Աննա Վարդապետյանի հետ էին ուզում հանդիպել, պահանջում էին փոխել 18-ամյա Դավիթի խափանման միջոց կալանքը։ Ունի բազմաթիվ կրկնում եմ նորից, որտեղ խոսել ենք մայրիկի հետ, խոսել ենք պաշտպանի հետ, անհամատեղելի կալանքի հետ հիվանդություններ, այդ երեխան չպիտի լինի։ Ու ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի էս երկրում խոսքը, չպիտի էս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Դատախազը չիջավ, չհանդիպեց քաղաքացիներին, իր գրասենյակում չընդունեց նրանց։ Միակ հնարավորությունը, որ տրվեց, դիմում ներկայացնելն էր։ Մեզ հասարակ մահկանացուներից չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 2 ամսով կալանավորված Դավիթի դեմ չի այս քայլերը։ Փաշինյանը պայքարում է 18-ից 25 տարեկան երիտասարդների դեմ։ Մեծ այդ զրույցում ընդգծել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը Ալիսա Գևորգյանը։ Հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես ես ինչքան հասկանում եմ 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը, այս հատկապես տարիքային այս շեմի խավի հանդեպ չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի եւ նրա առողջ սերմի նկատմամբ։
Դավիթը գերազանց սովորող աշակերտ է։ Առողջական մի շարք խնդիրներ ունի, բայց դրանց հակառակ պարապում էր, որ բուհ ընդունվեր։ Շատ երազանքներ ունի։ Նա իր ոտքով պատարակի գնաց, հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, կեղծ մեղադրանքներով, հետո պատգարակով հիվանդանոց։ Մտահոգիչ։ Ուղղակի այդքան։ Ոչ, Դավիթը լավ չի, Ժորժ ջան։ Դավիթը լավ չի։ Երիտասարդներին ճնշելու գործիք է կիրառում իշխանությունը հատկապես այս փուլում ընտրությունից 2 ամիս առաջ, կարծում է հանրային գործիչ Սամվել Աշոտյանը։ Ասում է, փորձում են վախեցնել ճնշել երիտասարդներին։ Իրանք ազդակ են ուղարկում ընդհանուր երիտասարդությանը, որ ձեզ խելոք պահեք, որովհետև ոչ մեկը երաշխավորված չի, որ մենք ձեզ էլ չենք բանանելու, էլի այդ կարմիր գծերնացնենք, ձեզ էլ չենք կալանավորելու, էլի ինչ-որ բաների համար, ցանկացած ինչ-որ բանի համար։ Զուգահեռ իրականությունում Դավիթի դասընկերներն ակցիաներ են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի, Եվրամիության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ դատախազության դիմաց։ Պահանջում են խնայել իրենց ընկերոջ կյանքը։ Լրագրողների հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է, միջնորդել է փոխել Դավիթի խափանման միջոցը, թե ում է ասել, ինչ պատասխան ստացել, մարդու իրավունքների պաշտպանը չի հստակեցրել։ Այս եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան փաստաբանները այսօր ստացան վերահսկող դատախազի արդեն մուտքագրված նոր բողոքը, որ ներկայացրել էր ի վնաս Դավիթի, այն պայմաններում, երբ դատարանն ամբողջությամբ բավարարել էր մեղադրող կողմի պահանջները։ 18-ամյա աշակերտի առողջական վիճակն աստիճանաբար ծանրանում է։ Ծանրանում իրեն վերագրվող հոդվածի պես, որը ըստ փաստաբանների իրավական որևէ հիմք չունի։ Ճնշում, խեղճացնում են երիտասարդներին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ վատ աշխատանք է կատարում Հորմուզի նեղուցով նավթի ազատ անցումն ապահովելու հարցում։ Նրա խոսքով տեղեկություններ կան, որ Իրանը վճարներ է գանձում նեղուցով անցնող լցանավերից, ինչը ըստ Թրամփի պետք է դադարեցվի։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է հնարավորինս արագ խաղաղության բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Նրա խոսքով բանակցությունները պետք է ներառեն նաև Հեզբոլլահ շարժման զինաթափման հարցը։ Լիբանանից դեռ պաշտոնական արձագանք չկա, սակայն հայտնի է, որ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 254-ի, ավելի քան 1100 մարդ վիրավորվել է։ Երկրում սուգ է հայտարարված։ Ինչ է կատարվել Լիբանանում, ռեպորտաժում։ 250-ից ավելի զոհ, ավելի քան 1000 վիրավոր, ավերված շենքեր ու փլատակներ։ Լիբանանը կրակների մեջ է։ Երկրում սուգ է հայտարարվել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Թրամփի եւ նրա ընկերոջ Նեթանյահուի խոստացած երկշաբաթյա հրադադարը փաստորեն Լիբանանին չէր առնչվում։ Այդ մասին խոսել է հենց Նեթանյահուն։ Իսրայելն աջակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է ապահովել, որպեսզի Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների եւ աշխարհի համար։ Իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև այս հարցում պարզապես թյուրըմբռնում կա։ Վենսը եւս նշել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի խոստացել Լիբանանը ներառել հրադադարի պայմաններում։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում Պակիստանի դեսպանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը Վաշինգտոնի, Թեհրանի եւ ներգրավված կողմերի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում։ Ձեռք բերված համաձայնությունների եւ Պակիստանի միջնորդական դերի համաձայն Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ Այս հարցը լիովին համաձայնեցրել են բոլոր կողմերը եւ դրա վերաբերյալ որևէ անորոշություն չկա։ Լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը նշել է, հրադադարից ժամեր անց է Լիբանանը դարձել հակամարտության ճակատ։ Վերջին տեղեկություններուն համաձայն արձանագրվեցան առնվազն 250 զոհ եւ 1000-ի ավելի վիրավոր։ Շատ հիվանդանոցներ լեցված են եւ գործեն ծայրահեղ ծանր պայմաններու տակ, մինչ բրգարար խումբերը գշարունակեն որոնել փլադակներու տակ մնացած անձեր։ Հարվածներուն թիրախ եղան ենթադրաբար ռազմական կետրոններ եւ զենքի բայեսներ, սակայն վնասված են նաեւ բնակելի շենքեր, ինչ որ պատճառ դարձավ քաղաքացիական մեծ կորուստներու։
Իսրայելը Լիբանանին ավելի քան 20 հարված է հասցրել, թիրախավորելով Բեյրութի կենտրոնական թաղամասերն ու հարավային արվարձանները։ Իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարին։ Հեզբոլլահ շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։ Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է նաև 3 լրագրող՝ լիբանանցի ռադիոհաղորդավար Ղադա Դայեհը, Ալ-Մանարի լրագրող Սյուզան Խալիլը եւ Ալ Ջազիրայի լրագրող Մոհամմադ Վիշահը։ Լիբանանի շուրջ զարգացումները բողոքի ալիք են բարձրացրել Իրանում։ Գիշերը կրկին անցկացվել են զանգվածային հանրահավաքներ՝ ի նշան Լիբանանի հետ համերաշխության։ Ֆրանսիան ու Իսպանիան կոչ են արել հրադադար հաստատել նաև Լիբանանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Լիբանանին Ֆրանսիայի լիակատար համերաշխությունն եմ հայտնել Իսրայելի կողմից այսօր հասցված անկանոն հարվածների կապակցությամբ, որոնք քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են շատ մեծ թվով զոհերի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ հարձակումները։ Դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում ձեռքբերված հրադադարի մասին համաձայնությանը։ Այս համաձայնագիրը պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։ Կյանքի եւ միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա եւս պետք է տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը, եւ այս հանցավոր գործողությունների համար անպատժելիություն չպետք է լինի։ Նրա խոսքով միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի գործողությունը։ Երևանը նույնպես անդրադարձել է տիրող վիճակին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ լարվածությունը կթուլանա եւ ռազմական գործողությունները շուտով կդադարեն։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ժամանակավոր զինադադար է հայտարարել։ Կրեմլի հաղորդմամբ Ռուսաստանի զինված ուժերը հրադադարը չեն խախտելու ապրիլի 11-ի ժամը 16-ից ապրիլի 12-ի օրվա ավարտը։ Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինան եւս կհետևի այս օրինակին։ Պուտինի հայտարարությունից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկած զատկական զինադադարին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զարա Սարգսյանը։ Մարտի դաշտում իրական հաղթողն Իրանի ժողովուրդն էր, ասված է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից տարածված հայտարարության մեջ։ Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից։ Թեհրանը պահանջելու է փոխհատուցում իսրայելա-ամերիկյան հարձակումների պատճառած վնասների եւ զոհված իրանցիների արյան համար, ասված է հայտարարության մեջ։ Սիոնիստական կազմավորման կողմից Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան նախնական հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է եւ հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր ցուցիչ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Այս ագրեսիաների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ։ Մեր մատները կմնան ձգանի վրա եւ Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին, գրել է Իրանի նախագահը։ Իսրայելն անեծք ու չարիք է մարդկության համար։ Սկզբում Իսրայելը սպանում էր անմեղ մարդկանց Գազայում, ապա Իրանում, իսկ հիմա Լիբանանում։ Արյունահեղությունը շարունակվում է։ Ես հույս ունեմ եւ աղոթում եմ, որ Եվրոպայի հրեաներից ազատվելու համար Պաղեստինի հողի վրա այս քաղցկեղածին պետությունը ստեղծած մարդիկ կայրվեն դժոխքում, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարը մնում է փխրուն, բայց այլընտրանքը մռայլ է թվում։ Առաջնահերթությունը պետք է լինի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը։ Այս հայտարարությունն էլ արել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի կարող լուծվել կարճաժամկետ հեռանկարում, հայտարարել է Մարկ Ռյուտեն։ Ես չեմ կարծում, որ դա քաղաքական իմաստով տեղի կունենա մոտ ապագայում, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Եվրամիությունն այսօրվանից երրորդ երկրների քաղաքացիների համար գործարկում է մուտքի ելքի նոր ավտոմատացված համակարգ։ Այսուհետ Շենգեն գոտի մուտք գործելիս անձնագրերում կնիքներ չեն դրվի, մուտքն ու ելքը կգրանցվեն թվային ձևով։ Համակարգը վերաբերում է Եվրամիության քաղաքացի չհանդիսացող բոլոր անձանց, ինչպես նաև առանց վիզայի ճանապարհորդողներին եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին։ Կհավաքվեն նաև կենսաչափական տվյալներ, դեմքի պատկերներ, մատնահետքեր եւ անձնագրային տվյալներ։ Եվ վերջում Բուքինգեմյան պալատը կցուցադրի Եղիսաբեթ II թագուհու զգեստները։ Մեծ Բրիտանիայի նախկին թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր կցուցադրվի Լոնդոնի թագավորական պատկերասրահում նրա ծննդյան 100-ամյակի առթիվ։ Ցուցանմուշների թվում են Եղիսաբեթ թագուհու հարսանեկան եւ թագադրման զգեստները, ինչպես նաեւ նրա վարդագույն զգեստը, որը նա կրել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, երբ Ջեյմս Բոնդի հետ պարաշուտով ուղղաթիռից իջել է Օլիմպիական մարզադաշտ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այդ ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։